Ուղիղ եթերում աշխատանքն է սկսում Alpha News-ը, ես Անի Ավետյանն եմ, բարի երեկո եւ արդեն 2 շաբաթ Հայաստանում նախընտրական քարոզարշավ է հունիսի 7-ին ընթառաջ։ Այսօրվա գլխավոր սկանդալը Փաշինյանը հարվածում է Ծառուկյանի բիզնես ողնաշարին։ Ծառուկյանը պատասխանում է Ալիևը վագոններով նավթ է բերել, հիմա էլ ցեմենտն է տանելու։ Ով ընտրում է Նիկոլին, ընտրում է Ալիևին, Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավը։ Փաշինյանի ագրեսիայից ուշադրություն շեղելու օպերացիա, Նարեկ Կարապետյանի քաղաքացիության հարցը։ Հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ ոչ թե վարչապետի աթոռին, այլ Սևանում։ Եվ բոլորին դեմ ԵՄ Փաշինյանի քարոզարշավից հետո Արաբկիրում մածուն է բաժանել։ Այսօր ինձ հետ աշխատելու է գործընկերս Մոսկվայից Հայկ Խալաթյանը։ Հայկ։ Ողջույն։ Այսօր մենք 3 նյութ ենք պատրաստել։ Ռուս փորձագետ Ալեքսեյ Մուխինը մեկնաբանել է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, Անդրեյ Ալեշևը նույնպես, իսկ Մովսես Աղազարյան Պուտինի այցը Չինաստան։ Եվ այսպես սկսում ենք եւ այս 2 շաբաթների հավանաբար ամենասկանդալային այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանի Դուք ես կենթանի ընդհանրապես, դուք ես կենթանի, դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին եք խոսում, այդ տական, ինչ ես կենթանի։ Նիկոլ Փաշինյանը այսօր արդեն բոլորովին այլ սկանդալների մեջ է ներքաշված, բոլորովին այլ սկանդալային հայտարարությունների, որոնք հավանաբար նպատակ ունեն այս հայտարարությունից փոխելու ընդհանրապես ուշադրությունը, շեղելու ուշադրությունը։ Եվ գլխավոր այսօրվա հայտարարությունը Փաշինյանը քայլ է արել, չի հանդարտվում, նաև կարող ենք ասել, ու հարվածում է Գագիկ Ծառուկյանի, Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարին, մասնավորապես Արարատ ցեմենտին, ահա թե ինչ է հայտարարել։ Շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական եւ պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ այդ Գուլոյան, Ծառուկյան, մաֆիայի մախինացիան բացահայտվել է եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն իսկ գրություն է ստացել Հայաստանի Հանրապետության դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման եւ առաջիկայում շատ արագ մենք ինչպես հեծում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ եւ ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առիթով։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից բառացիորեն ժամեր անց հայտարարություն տարածեց գլխավոր դատախազությունը, մասնավորապես նշելով, որ պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել է Հայաստանի կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ օտարացված Արարատ ցեմենտ ընկերության մասնավորեցման գործընթացը եւ դատախազությունը նաեւ ընդգծել է, որ ուսումնասիրությամբ ձեռք բերված առարևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստաթղթերի կապակցությամբ դատախազը Մայիսի 5-ին այս տարվա հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտե, փաստորեն ընդգծվում է, որ մասնավորեցման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել։ Եվ իհարկե Գագիկ Ծառուկյանը, որը նույնպես ակտիվ մասնակցում է տարբեր մարզերում քարոզարշավին, պատասխանել է Նիկոլ Փաշինյանին, ահա թե ինչպես։ Ես կարող եմ ասել, որ այդ ամեն ինչը, որ այսօր Սեմզավոդից խոսեց, ես դա մասին ինձ դիմել էին, ասել էին, սենց բան ուզում անի, ես ասեմ կյանքում, ես չեմ կարա իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ։ Օրինական կարել ենք, ամեն ինչն էլ հատեղ մետխի 25 տարի անցել է նորեն հիշել, ինչի մասնախոս։ Արկերն ենք տալի ամեն ինչը տեղը։ Սա նշան է, որ արդեն նրանք զգալով, արդեն պատկերացնում են իրենց վերջ եկել է, այս վիճակով ժողովուրդ չես կարա պայել։ Եվ որևէ մեկ էլ ոչ վստահ ոչ այսօր մեր երկրի սպառնալիքը մնացել է Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը։ Ծառուկյանը շատ հանգիստ, Ծառուկյանը մեկ անգամ եւս ասում է, ես ոչ մի ունեցվածք իմ հայրենիքի հետ ես չեմ կարա փոխեմ։ Այս երկրում ծնվել մեծացել եմ, կայացել եմ, ես եմ ստեղծել, ելիք ստեղծեմ, թող ուրիշները մտածեն։ Բայց կարող է անալ, որ դա պահանջակատարում Ալիևի, որ վագոնները դադար չգնան կան, նույն ասենք Ադրբեջանի ցեմենտը ոնց որ բենզին դա գալի նայելն ասում։
Սրանից հետո բացառված չէ, որ Փաշինյանը նաև Քրիստոսի արձանը, որի նախաձեռնությունը նույնպես Ծառուկյանինն է, պետականացնելու կամ կալանավորելու ցանկություն կունենա։ Սա արդեն Իվետա Տոնոյանի հայտարարությունն է, Ծառուկյանի խոսնակի, որը հնչել է ԲՀԿ-ի հրատապ ասուլիսի ժամանակ, ասուլիսը հրավիրվել է Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո։ Բոլոր այս տեսակի վտանգավոր ու արատավոր գործընթացներին հետամուտ լինելու, մեղավորներին գտնելու, պատժելու, բացահայտելու փոխարեն մեր երկրի իրավապահ համակարգը լծված է մեկ անձի այսպես ցուցումով, պատվերով համերգի տրամաբանության շրջանակներում իր գործընթացները կազմակերպելու այսպես գործելավոճն է որդեգրել։ Դրա համար շատ ցավում եմ։ Ես լրջագույն կասկածներ ու վախեր ունեմ, որ շատ շուտով նաև Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն է Նիկոլ Փաշինյանի մոտ առաջանալու, կամ ասենք օրինակի համար Հիսուս Քրիստոսի արձանը կալանավորելու, ձեռնաշղթաներ հագցնելու նման բուռն եւ անհաղթարիլ ցանկություն միգուցե ունենա Նիկոլ Փաշինյանը։ Ես որևէ դեպքում չեմ կարող կանխատեսել, թե առաջիկա քայլերը որոնք կլինեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բայց նախորոք զգուշացնում եմ, որ կարող է նաև նմանատիպ գործընթացներ սկսել, հաշվի առնելով, որ որևէ տրամաբանություն չկա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական թիմի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Այս սկանդալի վերաբերյալ այս պահին ինֆորմացիոն առումով հայտնի է այսքանը, մեզ մնում է ավելացնել միայն Հայկի մեկնաբանությունը։ Հայկ։ Ընդհանրապես շատ տարօրինակ է, որ տարօրինակ չէ, Նիկոլ Փաշինյանից սպասել էր, որ ընտրություններից առաջ այսպիսի քայլեր անում, այստեղ հաց է ծագում, եթե դու խախտումներ գիտեիր կամ եւ այլն, հիմա ընտրությունները չլիներ, ամեն ինչ նորմալ է լինելու։ Դա խոսում է այն մասին, որ այս ամեն ինչը ստեղծվում է միայն թե իր կացիկով թուլացնել իր քաղաքական հակառակորդներին կամ մանիպուլացնել հասարակությանը այդպիսի կեղծ տեղեկություններ տարածելով իր քաղաքական հակառակորդների մասին, եւ դա խոսում է, որ ցավոք սրտի սա մրցակցային պայքար չէ Հայաստանում այս ընտրություններին, եւ մենք տեսնում ենք, որ իշխանությունը օգտագործում է բոլոր թույլատելի եւ անթույլատելի միջոցներ, որպեսզի իր համար ցանկալի արդյունք ապահովի։ Շարունակում ենք մի քանի վայրկյանից։ Եվ ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար, սա արդեն Հայաստան դաշինքից Ռոբերտ Քոչարյանի գլխավոր թեզն է, հատկապես այսօր պարբերաբար տարբեր հանդիպումների ժամանակ կրկնված, եւ Քոչարյանը նաեւ կարեւորում է, որ հունիսի 7-ին քվեարկելու ենք ընդհանրապես Հայաստան ունենալու համար։ Ժողովուրդ ջան, սադրիչներ են լինելու, գալու են, փորձելու են մեզ շեղեն մեր ճանապարհից։ Այս իշխանությունը ոտից գլուխ սադրիչների իշխանությունը սադրիչի ղեկավարությամբ։ Այս մարդը սադրեց պատերազմը, 44 օրյա պատերազմը։ Ձախողեց բանակցային գործընթացը, սադրեց պատերազմը, պարտվեց այդ պատերազմում եւ հիմա ասում է, դե գիտեք, այն ժամանակ ուրիշ ձև է մտածում, հիմա ուրիշ ձև է մտածում։ Ուրեմն մեր մոտեցումը պետք է լինի շատ հստակ եւ հասկանալի։ Արդյոք մարդիկ թիմը կարողություն ունի թե ոչ իր խոստումները կատարելու համար եւ արդյոք իրենց անցած ճանապարհով ցույց են տվել, որ իրենք իրենց խոստման տեր են։ Ես եղել եմ 10 տարի նախագահ եւ չի եղել մեկ խոստում, որը կատարած չլինեմ։ Ուրեմն սրանով ենք մենք հանդիս գալիս մեր ժողովրդի առջև եւ ասում ենք հետեւյալը. ձայն տվենք մեզ եւ չեք փոշմանելու, ով քվեարկում է Նիկոլի օգտին, Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար։ Սա այն բանաձևն է, որով մենք բոլորս առաջ պետք է շարժվենք, որովհետեւ այս մարդի պուլտը Ալիևի ձեռքին է։ Այս մարդը Ալիևի տուզիկն է։ Սա ուղղակի անհերքելի փաստ է։
Եվ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարություններ է արել նաև հայ-ռուսական հարաբերությունների, իսկ եթե ավելի հստակ իր եւ Վլադիմիր Պուտինի հարաբերությունների մասին իրեն ներկայացրել է որպես Պուտինի ընկեր, այս հայտարարությունը կլսենք բառացիորեն մի քանի րոպեից, մինչև այդ շարունակենք Ռոբերտ Քոչարյանին լսել, որովհետև լրագրողները այսօր հնարավորություն են ունեցել մոտենալ նրան ու հարցնել ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների մասին, ինչու, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ինչպես նշեցի քիչ առաջ, պարբերաբար նշում է, թե ոչ մի խնդիր չկա հայ-ռուսական հարաբերություններում, թե բոլորս հրապարակավականատես եղանք, օրինակ, թե ինչ կատարվեց Կրեմլում Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ, եւ Փաշինյանը անգամ դրանից հետո Հայաստանի ընդդիմությանը մեղադրում է իբրև թե փորձի մեջ ցույց տալու որևէ խնդիր հայ-ռուսական հարաբերություններում կամ այդ խնդիրները հրահրելու։ Ահա թե ինչ է պատասխանում, ինչպես է արձագանքում Փաշինյանի այսպիսի պնդումներին, որոնք լրագրողները ձևակերպել էին հարցի տեսքով, Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Մի 2-3 օր գրոհում է Ռուսաստանի դեմ, տարբեր հայտարարություններով է հիբրիդային պատերազմ, ինչ ասես որ չեն ասում։ Հետո երրորդ օրը, հաջորդ 2 օր ասում են մենք Ռուսաստանի հետ ընդհանրապես խնդիր չունենք, ամեն ինչ շատ լավ է եւ այլ։ Հետո էլ ինչ որ մի ռուբիլնիկ է միանում, հետո եւս 3 օր գրոհում են ամբողջ թիմով Ռուսաստանի վրա։ Հիմա ինչի համար են անում։ Ես չգիտեմ։ Դուք ուզում եք որ ես ինչ որ հիմարությունների բացատրություն տամ։ Հարցրեք եղանակին, թե ինչի են 3 օրը հակառուսական հայտարարություններ, ոնց որ բզեն, հետո 2 օր, չէ, մենք լավ ենք, մենք պայմանավորում ենք եւ այլ, հետո եւս այդ ցիկլի մեջ։ Դուք կապ տեսնում եք Ռուսաստանի ղեկավար, այսպես մարմինների, այսինքն Վարսեշյան Պաշտոնյանների հայտարարությունների, որի ԵԱՏՄ-ի Հայաստանի անդամակցության հարցը պետք է քննարկեն։ Դուք տեսնում եք կապ այդ վերջին օրերի ավելի կոշտ հայտարարությունների ու Նիկոլ Փաշինյանի այս խոստովանության։ Նայեք, վարշապետը այսօրվա անում է ամեն ինչ, որ մեր երկրի գլխին մի նոր փորձանք բերի ԵԱՏՄ-ի հետ կապված։ Իրեն ասում են, որ անհամատեղելի է։ Մեկը ասում են, չէ, անհամատեղելի է, բայց դուք սենց զապասկայեք, մենք երբ ուզենք դուրս կգանք, բայց հիմա մենք այդ ամենից օգտվում ենք։ Եթե նման բան, որը մեկ ասի Միացյալ Նահանգների նկատմամբ, դուք պատկերացնում եք ինչ հետևանքներ կլինի։ Հիմա քիչ առաջ մեր խոստացած Փաշինյանի հայտարարությունների տեսանյութն ենք դիտելու, որն առաջարկում եմ դիտել հիշելով Նիկոլ Փաշինյանին Կրեմլում Վլադիմիր Պուտինի առաջ նստած եւ հայտնի հայտարարություններն անելիս։ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն մենք չենք անելու։ Մենք խորացնելու ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ բառից բուն իմաստով։ Ընդհանրապես ես չգիտեմ, ես կասկածում եմ, որ 2018 թվականից մինչև օրս Ռուսաստանի Դաշնության նախագահը ավելի շատ կոնտակտներ որևէ այլ լիդերի հետ ունեցել է։ Այս ընթացքում մենք 200-ից մոտ 200 հիմա թիվը կարող եմ մի քիչ խառնեմ, հեռախոսազրույց ենք ունեցել։ Մենակ հեռախոսազրույց 200 հեռախոսազրույցից ավել, դուք պատկերացնում եք, այդ նշանակում է, որ այս 8 տարվա մեջ համարյա ամեն ամիս գործնականում կամ գուցե ավելի հաճախ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ շատ ջերմ ընկերական հարաբերություններ ունենք։ Եվ մենք ընդհանրապես Ռուսաստանի հետ մեր վերաբերմունքը շատ ջերմ է։ Այստեղ խնդիրն ուրիշ տեղ է, մենք ի վերջո պետք է հասկանանք, որ շատ դեպքերում մեզ ասում են Ռուսաստանի հետ մեր ընդդիմությունը, ասում է Ռուսաստանի հետ հավասարի հետ հարաբերություններ։ Ժողովուրդ ջան, լավ եկեք բան չանենք, էլի։ Հումոր, բայց հումորն է Ռուսաստանը գերտերությունը եւ Ռուսաստանին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ինչպես գերտերությանն են վերաբերում եւ ես այդպես էլ վերաբերվում եմ։ Եվ այսօր Փաշինյանի այս հայտարարություններից հետո մոտ բառացիորեն 1 ժամ առաջ լուր տարածվեց այն մասին, որ Ռուսաստանի անվտանգության խորհուրդը հատուկ նիստում քննարկել է Հայաստանի հետ հետագա համագործակցությունը քաղաքական եւ տնտեսական ոլորտներում եւ այդ նիստից հետո խորհրդի քարտուղար Շոյգուն պնդել է, թե Հայաստանի առաջնորդները քայլեր են անում վերջին շրջանում, որոնք անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն ու որպես օրինակ բերել է, որ Ռուսաստանի նկատմամբ
ոչ բարյաց կամ տրամադրված մի շարք երկրներ վերջին տարիներին դարձել են Հայաստանի ռազմավարական գործընկերները, որոնց հետ Երևանը նախատեսում է անվտանգության ոլորտում համագործակցության խորացում, անցկացվում են համատեղ զորավարժություններ, բացի այդ հիշատակել է նաև Հայաստանի անդամակցությունը միջազգային քրեական դատարանին, Ռուսաստանի քաղաքացիների արտահանձնումը երրորդ երկրներ, ռուսաստանյան տնտեսական օպերատորների գործունեության պայմանների դիտավորյալ վատթարացումը եւ Կիևի ռեժիմին հարթակ տրամադրելը եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, սրանք գրեթե բառացի մեջբերումներ էին եւ սա ամենայն հավանականությամբ պատասխան էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որը այս քարոզարշավի ընթացքում օրեր առաջ խոսելով նորից հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների եկամ դրանց բացակայության մասին, նշել էր, թե Կրեմլում ինքը հարցրել է, թե ինչպես է վնասում Մոսկվայի շահերին, հետաքրքրություններին եւ իրեն պատասխանել չեն կարողացել։ Հիմա փաստորեն ստացվում է, որ Շոյգուն պատասխանում է ու եւս մի պատասխան էլ այս թեմայի վերաբերյալ կա Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայից, դա եւս տեսնենք։ Западные средства массовой информации заявили о том, что Россия, вот прям сегодня ночью я прочитала, Россия начала кампанию якобы, как там было сказано, против Пашиняна. Это мне просто интересно. Вот все те люди, на которых Пашинян сейчас кричал, граждане Армении, женщина, которая сказала, что, которая должна быть благодарна, что ей, как он сказал, в соседнем туалете за углом голову не разбили. Этот мужчина, у меня, правда, сердце кровью обливается. Посмотрите эти кадры, у которого погиб сын, и который пришел по призыву уже Пашиняна на митинг и задал вопрос, а его обвинили в том, что он пришел туда за $550. Это человек, которого сын потерял. Вы знаете, есть пределы, да, цинизму, когда вот эту ситуацию навязывают России. Причем тут Россия. А вот, извините, пожалуйста, а та женщина, которая в метро ехала, и на которую он тоже накричал, Пашинян, это же было пару месяцев назад, да, месяца полтора назад. Да. Почему же тогда нам не сказали, что это тоже мы? Нет, это не мы, это такой Пашинян. Քիչ հանց հայկին խնդրելու ենք իհարկե մեկնաբանել այս ամենը, բայց մինչև այդ եւս մեկ դրվագ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ եւ ոչ միայն հայ-ռուսական, այլև Հայաստան-Իրան հարաբերությունների վերաբերյալ։ Բաքվի պետական հեռուստալիք ASTV-ին, որը անմիջականորեն եւ խստորեն վերահսկվում է Հալիևի կաբինետից, ու սա անգամ Բաքվում սոցիալական ցանցերում ադրբեջանական հատվածում հարթակում ծաղրուծանակի թեմա է, հերթական անգամ շաբաթվա ամփոփիչ թողարկմանը իրենց քննարկել են Հայաստանում սպասվող ընտրությունները ու անդրադարձել իհարկե ընդդիմությանը Հայաստանի Նիկոլ Փաշինյանի ամենահավանական մրցակից են նշել Սամվել Կարապետյանին, իհարկե անդրադարձել են նաեւ Ռոբերտ Քոչարյանին, որին հատկապես խոշորացույցի տակ են դիտարկում, բայց մի շատ կարևոր հայտարարություն է հնչել, որին առանձին է պետք ուշադրություն դարձնել, հատկապես հետևյալի մասին է խոսքը, դիտարկել են Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ պետք է Հայաստանը վերականգնի եւ խորացնի դաշնակիցների Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները Բաքվից պետական ամենախիստ վերահսկողությամբ գործող հեռուստալիքի եթերից ուղիղ հայտարարում են, որ դա անընդունելի է, այսինքն Բաքվի համար անընդունելի է, որ Հայաստանը նորմալ հարաբերություններ ունենա Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Ահա թե ինչպես են դա ձևակերպել։ Խունտաչը Ռոբերտ Քոչարյանն դաս։ Խունտայի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը վերջերս լուրջ մտահոգություն է առաջացնում։ Նրա կողմից Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության գործընթացներում պայմաններ դնելը, onların ayrılmaz hüququ kimi təqdim etməsi, Rusiya və İranla əlaqələrin gücləndirilməsinə dair çağırışları Ղարաբաղցի հայերի վերադարձը որպես նրանց անօտարելի իրավունք ներկայացնելը եւ Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները ամրապնդելու կոչերը իրական սպառնալիք են տարածաշրջանային անվտանգ եւ կայուն խաղաղության համար։ Եվ այսպես, ինչպես հիշում եք, Իրանի վրա հարձակման պատերազմի առաջին օրը Փաշինյանն ուրախ ավտոբուսում եգիպտացորեն էր ուտում եւ Ռուսաստանի հետ էլ հարաբերությունների մասով քիչ առաջ ներկայացվածից ավելին այս պահին կարիք էլ չկա անգամ ներկայացնել։ Հիմա միանում ենք հայկին ու այս պահից մեկնաբանությունը թողնում նրան։ Նույնիսկ ռուսական կողմի մեկնաբանությունները նույն Զախարովայի միջև այդ Շոյգուի, դա հստակ ցույց է տալիս, որ մի կողմից Նիկոլ Փաշինյանը փորձում է իր կողմնակիցներին համոզել, որոնք մտահոգված են այդ վատթարացումով հարաբերությունների եւ սպասվող խնդիրների հետ տնտեսական, սոցիալական, որ ամեն ինչ նորմալ է,
Չնայած եթե ամեն ինչ նորմալ լիներ, ամեն շաբաթ, որ մի քանի օրի մեջ չենք լսել Ռուսաստանից հստակ մեսեջներ, հայտարարություններ, որ ամեն ինչ վատ է եւ նրանք այլ քայլեր են սպասում ակնկալում Հայաստանից, դա եւ շատ տարօրինակ է, որ ասում եմ 200 անգամ հեռախոսով խոսացել եմ։ Հիշացնեմ, որ մի տարի կար, որ եւ առաջ տեղում Մակրոնն է, երկրորդ տեղում Փաշինյանն էր ամենաշատ զրույցներով հեռախոսով Պուտինի հետ եւ Մակրոնի հետ ամենավատ հարաբերություններն էին այդ ժամանակ Ռուսաստանում, նույնն էլ կարելի ասել Փաշինյանն հետ շատ խոսալը չի նշանակում, որ լավ են հարաբերությունները, կարող է հակառակը, որ այնքան վատ են, որ անընդհատ պետք է որոշ հացեր ճշտել։ Եվ շարունակելով այլ ինչ որ Քոչարյանի մասն այդ ադրբեջանցիների ասածները, դա հստակ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը համարում է, որ իր համար ամենահարմար տեխնացուն է Նիկոլ Փաշինյանը եւ մտահոգված է, որ կարող է գան այլ ղեկավարներ Հայաստանում իշխանության, որոնք սկսեն ինքնուրույն քաղաքականություն վարել եւ կփորձեն ուժեղացնել Հայաստանի դիրքերը եւ դա համար իհարկե դա ինձ մոտ մտահոգություն է առաջացնում։ Շնորհակալ եմ Հայկ, շարունակում ենք մի քանի վայրկյանից։ Եվ անմիջապես առաջարկելու ենք դիտել այսօրվա եւ ընդհանրապես այս ամբողջ երկշաբաթյա քարոզարշավի ու հավանաբար նաեւ շարունակվող հաջորդ երկու շաբաթների ամենակարևոր տեսանյութերից մեկը Նարեկ Կարապետյան։ Երեք գիտենք թե ինչ ֆեյքեր էին տարածում, ֆեյքերի օրեր 3, նախ իմ անձնագրի հետ կապված, հետո Սամվել Կարապետյանի իբր պետական համակարգում աշխատանք ունենալու հետ կապված Ռուսաստանի։ Սամվել Կարապետյանը երբեք բացի գործարարությունից Հայաստանից դուրս ոչ մի բանով չի զբաղվել, ես էլ, ինչպես գիտեք, երբեք չեմ ունեցել օտարերկրյա որևէ երկրի անձնագիր, ոչ միայն Ռուսաստանի, այլ որևէ երկրի։ Բայց մենք ամբողջ օր լռեցինք այդ ուղղությամբ, որովհետև մի ծրագիր ունենք։ Բոլոր այն մարդիկ, ովքեր Սամվել Կարապետյանի մասին այդ ֆեյք տերվյալը տարածեցին իրենց անունից, նրանց դեմ հայցադիմում են ներկայացվելու դատական, բայց իրենց պես չէ, որ մարդկանց տանեն ձերբակալեն, այլ ուրիշ բանի համար, որպեսզի նրանք վճարեն իրենց ստերի համար, բայց իսկ վճարը գնալու է գիտեք ուր։ Գնալու է Սևանի հոգեբուժարան։ Այնտեղ մենք կվերանորոգենք հոգեբուժարանի սենյակները եւ նաեւ ծրագիր կունենանք, որ ով ունի հոգեկան խնդիրներ, անվճար տեղեր տրամադրվեն այդ մարդկանց, որպեսզի անհավասարակշիռ վարքագծով հասարակության մեջ մարդկանց չվախեցնեն եւ նրանց պաշտոն չտրվի։ Ու թեև Նարեկ Կարապետյանը հերքում է, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի է, այսինքն Ռուսաստանի քաղաքացիություն չունի, այսօր հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելու հոդվածով եւ քննչական կոմիտեի փոխանցմամբ հանցագործության մասին հաղորդում ստացել են ոստիկանությունից, ըստ որի խորհրդարանական ընտրություններում ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ Նարեկ Կարապետյանը ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում, այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը նշված է քննչական կոմիտեի հայտարարության տեքստում, բայց թե ինչ հիմքով է ոստիկանությունը պնդել, թե Նարեկ Կարապետյանը կեղծ դիմում է ներկայացրել, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն նախարարությունից հրաժարվել են մեկնաբանել, միայն նշելով, թե քննչական ներկայացված հաղորդմանն ավելացնելու ոչինչ չունեն, միայն ավելացնենք այստեղ, որ Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացի լինելու հանգամանքը լուրերը սկսեց շրջանառել Ալեն Սիմոնյանը, ազգային ժողովի նախագահը Facebook-յան գրառմամբ, հետո արդեն տարածվեց սա, նաև այլ ԿՊԱ-կաններ ու այսօր օրվա վերջին Նարեկ Կարապետյանը եւս մեկ անգամ հնարավորություն է ունեցել խոսելու այս թեմայի վերաբերյալ, մասնավորապես նշելով, որ եթե 24 ժամում քննչականը չհերքի, ապա իրենք եւս դատական հայց են ներկայացնելու։ Պարոն Կարապետյան, նայեք, քննչական կոմիտեն այսօր արդեն հայտնեց հարուցված քրեական գործի մասին, դուք շարունակեցիք պնդել, որ տեղեկությունը կեղծ է։ Հիմա հասանելի է Ռուսաստանի իրավաբանական այդ ռեգիստրի կայքը, որտեղ նշված է ձեր անուն, ազգանուն, հայրանունով անձի անվան դիմաց Ռուսաստանի քաղաքացի։
այստեղ տեղ գտած տվյալները ձեզ հետ կապ չունեն, պարոն։ Չէ, տենց խնդիր չկա։ Մենք փաստաբանները դիմել են արդեն, իրավաբանները դիմել են, որ պատասխան տրվի այնտեղից, տենց խնդիր չկա, մի անհանգստացեք, այդպեսի խնդիր Այսինքն այն անուն, ազգանուն, հայրանունով անձը, որ այդտեղ ընկերության բաժնետերը դուք չեք։ Չգիտեմ ինչի մասին է կոնկրետ խոսքը, բայց կարող եք վստահ լինել, որ ընկերության բաժնետեր կարող եմ ես լինել, բայց կարող եք վստահ լինել, որ երբեք բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն։ Քննչական կոմիտեն ասում է, որ անհերքելի ապացույցներ կան, որ դիտավորությամբ, քննչական կոմիտեն ասում է, որ դիտավորությամբ թաքցրել է այլ քաղաքացիություն ունելու կամ ունեցած լինելու մասին տեղեկություն։ Հայտարարողի հետ գրազ եմ գալիս, ինչի վրա է գրազ գալիս, որ ես չեմ ունեցել երբեք ուրիշ երկրի քաղաքացիություն։ Խնդրում եմ, ով որ այդպեսի բան ասում է, եթե բարձվի հակառակը պատրաստ է հրաժարական տալ, եթե քննչական կոմիտեն մինչև երեկո չհերքեց, մենք արդեն մինչև երեկո կամ 24 ժամվա ընթացքում չհերքեց իր պնդումը, ունենալու է դատական հայց է գնալու իրենց դեմ, քանի որ սխալ տեղեկություն է հաղորդել, հմեկով էլ դրել գրել էին։ Եվ այստեղ եւս միանում ենք Հայկին։ Ինչի համար է Հայկ սա արվում, որն է սրա նպատակը, ինչի է փորձում հասնել Ալեն Սիմոնյանը կամ գուցե պետք է ասեմ Նիկոլ Փաշինյանը։ Իմ կարծիքով երկու գլխավոր նպատակներ այս բոլոր հարձակումները ընդդիմության վրա, հատկապես Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի վրա, առաջինը մի կողմից խաբել ժողովրդին այսպիսի ապատեղեկատվությամբ, բայց մյուս կողմից էլ չեմ բացառում, որ նաև հիմքեր են պատրաստվում, որ եթե անկած իշխանությունը հասկանա, որ պարտվում է ընտրություններում, որպեսզի փորձի չեղարկել այդ ընտրությունների արդյունքները, այդպիսի քրեական գործերով անդիմադիր առաջնորդների դեմ։ Դե համար իհարկե իմ դուր գալիս է թե Նարեկը, Սամվել Կարապետյանը ինչպես են իրենց պահում, վստահ, հստակ իրենց գիծն են առաջ տանում, բայց մի փոքր մտահոգում է այս ամենը, որովհետև ճիշտ ասած չնայած արևմուտքը այդքան աջակցում է Նիկոլ Փաշինյանին, բայց չեն կարող խոսել, որ այստեղ ժողովրդավարական ընտրություններ են եւ հավասար պայքար։ Եվ առաջարկելու եմ դիտենք այսօրվա քարոզարշավային օրվանից եւս մեկ դրվագ այս թողարկման համար վերջինը Արաբկիրում Փաշինյանի նախորեի քարոզարշավից հետո բոլորին դեմ եմ քաղաքացիներին մածուն է բաժանել ատելության թույնի դեմ։ Արաբկիրում թույնը վխտացել է այտենց ատելության խոսքի մակարդակի կտրուկ բարձրացում է տեղի ունեցել 5 մեթոդներով մարդկանց մածուն ու կատնամթերք ենք տալու, որ մեջներից թույնը դուրս գա, չտանջվեն, էլի Արաբկիրը դե մերոնք է 5 հանուր այ թանկա Ստե ռադիացիա է եղել ատելության խոսքա տարածվել։ Էսի ձեզ տամ անպայման խմեք հոգին մաքրում է էլի այդ բանից։ Քաղաքական աղբից։ Ձեզ էլ աղբերություն։ Երեք այգում եք եղել, երեք ստե լիքա ատելություն են տարածել, այն մեր պապերի վախտապես պետք է թան մածուն խմենք, որ հոգիներս մաքրվի, էլի էս ձեզ։ Թե չէ բան այն քիմիական գործարանների պես ձեր ժամանակը տենց էր, չէ, որ թույնը տարածում էին, պետք է մածուն խմենք, որ դզվեր։ Առողջություն ձեզ, կներեք 20 օրից բրծնելու է այս ամեն ինչը։ Հա, մեզ կարելի է, մենք բոլորին դեմ ենք, անուշ արեք, բոլորին դեմ եմ, ջղայնացած մարդկանց խուսափությունն է։ Եվ համփոփելով քարոզարշավային երկու շաբաթը Ալեն Ղևոնդյանը քաղաքագետ այսօր Alpha News-ի ժամը 5-ի թողարկմանը հայտարարել է, որ անգամ կեղծ քարոզչական թեզեր մշակելը պետք է լինի խելամտությամբ ու հավելել, որ Փաշինյանի համար ենթագիտակցորեն ընդունելի է զոհված հայի կերպարը, կոնցեպտը հանրայնացնելը։ Անգամ կեղծ քարոզչական թեզեր մշակելը պետք է լինի որոշակի խելամտության, ընկալողունակության, տրամաբանության ներքո։ Սկանդալը պետք է աշխատի այն դեպքում, երբ որ որոշակի ներվ կա, այսպես
ոչ թե բարոյական, այլ մտածողական ներվ կա, որ մարդիկ ասում են հնարավոր է, հասկանում եք, միլիարդատերը Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակից։ Դա ոչ թե թեթև ժպիտ է առաջացնում, այլ բարձր ժպիտ։ Այդ օրերի գործողությունները արցախցիների մասնակցությամբ տեսանյութը իհարկե չենք կարող պնդել, որ նրանք արցախցիներ են, համենայն դեպս տվյալ տղամարդը խոսում էր արցախյան բարբառով, բայց ինչու է Նիկոլ Փաշինյանը եւ առհասարակ ինչու էր ձեռնտու Նիկոլ Փաշինյանին այդ թեման բարձրաձայնել, ինչ էր ուզում անի, վախեցնել ժողովրդին, ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումների նոր ալիք սկսել, ո՞րն էր դրա նպատակը։ Նախ թե ձեր ձայնով, թե իմ ձայնով արհեստական բանականության միջոցով հնարավոր է կրկնօրինակ տեքստեր ստեղծել, այսինքն արցախցիների բառապաշարով այդ մարդկանց խոսքը կարող է լինել լիովին եւ ամբողջությամբ արհեստական բանականության ծնունդ։ Հաջորդը ինչու արցախցիների։ Հիշում եք Արաբկիր համայնքում մի շարք արցախցիների հետ ինքը այսպես շատ քարոզչական առումով, էլեկտորալ բովանդակության առումով շատ վատ խոսակցություն ունեցավ, մտավ հիստերիկայի մեջ, իրան անվերահսկելի սկսեց պատմել, պահել, հետո շրջվեց այդ տղամարդուն, ասաց ինչի դու զոհված չես, հասկանում եք, Հայաստանի գործող վարչապետը ՀՀ քաղաքացուն ազգությամբ հայ մարդուն, ով հարցեր է տալիս ու այդ հարցերի պատասխանները չի կարող տալ, ասում են ինչի դու զոհված չես, հա, հասկանում եք, այսինքն ենթագիտակցորեն նաև այն բովանդակությունը ընդունելի է զոհված հայը իր համար այդ կոնցեպտը ինքը երբ որ հիստերիկայի մեջ անգնում սկսում է հանրային ասել խնդիրը արցախցիներին թիրախավորելն էր, հա, եւ դա այսօրվա խնդիր չի, դա տևական ժամանակ կա այդ օրակարգը եւ ավելին իր ձևակերպումները արցախցիների վերադարձի ընդհանրապես ինչու եք այստեղ ապրում եւ այդ ատելության խոսքը Հայաստանի գործող վարչապետի քարոզչական թեզերի մեջ ոչ թե կարմիր գծով, այլ մուգ կարմիր գծով գնում է ու ամենտեղ արկա, հա, մյուս կողմից ինքը փորձում է ներհասարակական ատելություն ստեղծել ընդդեմ արցախցիների process-ի տեսանկյունից։ Դա մոտավորապես մտնում է այն ատելության քարոզարշավի մեջ, ինչ որ մենք ունեցել ենք 21 թվականին, 18 թվականին, հիշում եք Սևեր Սպիտակներ եւ այլն, հա, ինքը չի կարողանում դրական, կառուցողական, բարի, ազնիվ ինչ որ թեզեր մտցնել։ Ինքը միշտ փորձում է կոնֆլիկտային դաշտ ստեղծել, դրա ներքո փորձելով այսպես ոչ այդքան բարոյական եւ կայուն հոգեբանական որակներ ունեցող մարդու դիրքերից ինչ որ թեզեր հնչեցնել, գորգռալ եւ այլն։ Ինքը մի բան լավ չի հաշվել, հա, էլեկտորալ առումով։ Իր ընտրազանգվածը իրան ընտրելու է, պոլյուբոմու։ Այդ վարկաբանությունը հակառակ էֆեկտ է տալիս երբեմն նաեւ իր էլեկտորալ շրջանակի մոտ։ Այնպես որ կարող է այդպես ակտիվ շարունակել։ Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում մի քանի վայրկյանից։ Եվ տաղավարում ինձ է միացել քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը։ Բենյամին, ինչ էր կատարվում այսօր, միանգամից սկանդալային մի քանի ուղղություններ, հարթություններ տեսանք, սկսած Ծառուկյանի բիզնես ողնաշարից, մինչև Նարեկ Կարապետյանի քաղաքացիություն, Սամվել Կարապետյանի շուրջ, հիմա եւս մեկն է այս պահին ծավալվում, որը քիչ անց կներկայացնենք, ինչ է կատարվում քարոզարշավում։ Մի քանի դրվագով անդրադառնանք իսկապես, ուրեմն ինչը վերաբերում է Նարեկ Կարապետյանին։ Ինչ են պնդում իշխանությունները, որ Նարեկ Կարապետյանը ինքը նաև, օրինակ, չգիտեմ, Ռուսաստանի քաղաքացի է կամ Ռուսաստանի քաղաքացի եղել է, իսկ մեր ընտրական օրենսգիրքը ունի որոշակի սահմանափակումներ, դու X քանակի տարի պետք է լինես միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպեսզի իրավունք ունենաս առաջադրվես падգամավորի թեկնածու։ Ես շատ հարազատ մարդու օրինակով պատմեմ, դեռևս 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից ինքս եմ առնչվել էլի այդ թեմայով, դրա համար եմ ասում։ Ուրեմն ինչա մարդը անում։ Ինքը գնում է համապատասխան պասպորտ սեղան, այսպես դիմում է գրում, որպեսզի իրեն այնտեղից տրամադրեն փաստաթուղթ, որով արձանագրված է, որ դու միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, ինչը քեզ թույլ է տալիս մասնակցել ընտրություններին։ Հարազատ մարդը գնում է, դիմում է, իրեն պատասխան է գալիս, որ ոչ, դուք չեք կարող, որովհետև դուք ունեք երկքաղաքացիություն։ Այնտեղ տվյալները գալիս են փաստացիորեն ոստիկանությունից, այս պարագայում նաև ներքին գործերի նախարարությունից, ինչի համար եմ ես սա ասում։ Եթե Նարեկ Կարապետյանը ներքին գործերի նախարարությունից ստացել է փաստաթուղթ, որը վկայում է, որ ինքը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ հիմա իրենք հղում են անում ինչ-որ մի փաստաթղթի, դա առաջին հերթին խոսում է այն մասին, որ առնվազն ներքին գործերի նախարարությունում կա մարդ, ով թերացել է, եւ սա եւս կառավարական որակի դրսևորումներից մեկն է այս իշխանությունների։ Եթե մենք իրանց վարկածին հավատում ենք, սա առաջինը, երկրորդը չի կարելի 21-րդ դարում այսքան ժողովրդի լեզվով ասած ափաշկարա ստել։
կա մի կարևոր նրբերանգ, մարդը ընդհանրապես եղել է նույն Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, թե ոչ, միայն Ռուսաստանի Դաշնության պաշտոնական մարմիններն են իրավասու այս հարցի պատասխանը տալ։ Այդ պատճառով նաև Նարեկ Կարապետյանը ասաց, որ դիմել ենք համապատասխան մարմիններին, որպեսզի իրենք տան գնահատական Ռուսաստանից, դրա վերաբերյալ որոշակի փաստաթուղթ տան։ Օրինակ, այսպեսի մի ձևաթուղթ Հայաստանում շատերն են, ես վստահ եմ, այս ձևաթուղթը վերցրել, օրինակ մարդիկ գնում են Ռուսաստանի դեսպանատուն եւ վերցնում են փաստաթուղթ, օրինակ այն մասին, որոնք երբեք դատված չեն եղել։ Օրինակ, այս փաստաթղթերը տալիս է միայն ռուսական կողմը։ Վստահ եմ շուտով այդ փաստաթուղթը կլինի։ Ինչու մեջտեղ բերվեց նման թեմա, ինչու է այսպիսի աղմուկ բարձրացվում։ Հարցի առաջին մասին պատասխանեմ ու անցնեմ երկրորդ մասին։ Իրենք իրական շահկապված են իրանց հետ, թող մի քիչ ցինիկ հնչի իմ ասածը, բայց Ծառուկյանի նկատմամբ սպառնալիքներին ես ընտրական գործընթացի տեսանկյունից դրական եմ նայում, որովհետև եւ Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանը, ում եւս Նիկոլ Փաշինյանը փաստորեն սպառնում է բոմբ դարձնել, իրենք պետք է հստակ իրենց համար պատկերացնեն, հասկանան, ում հետ գործ ունեն եւ իրենց սխալը ինչ է արժանանալու։ Ես դրա համար եմ ասում, միգուցե ես ցինիկ եմ հիմա իմ խոսքերը ձևակերպում, բայց մարդիկ թող հասկանան ինչ է իրենց սպասում, եթե հունիսի 7-ը քաղաքական առումով հունիսի 8-ից չի տարբերում։ Ինչը վերաբերում է ինչու հիմա, անի սրա վերաբերյալ դեռ անցած շաբաթվանից խոսում էինք, ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Ինքը ունի որոշակի առումով էլեկտորալ առաստաղ, այսինքն ինքը ունի որոշակի վարկանիշ, այդ վարկանիշից ավել ինքը վարկանիշ չունի, ունի մարդիկ, ովքեր ցավով արձանագրենք, թե ոմանք ուրախությամբ արձանագրեն, բայց գնալու են իրեն քվեարկեն։ Դա հստակ ինչ որ մի թիվ է, բայց քանի որ իրեն անհրաժեշտ է, որ այդ բոլոր կողմնակիցները իր անպայման գնան մասնակցեն ընտրություններին, ինքը փորձում է ինչ որ մի ձև մոտիվացնել, իսկ մոտիվացնելու լավագույն տարբերակներից մեկը դա վախն է։ Բացի նրանից, որ դու մարդկանց պետք է կաշառես, օրինակ հարբած վարորդներին խոստանաս, որ դու իրանց վարորդական իրավունքները վերադարձնելու ես թոշակառուներին 10,000 դրամով անսպասելիորեն թոշակ բարձրացնես, դու նաև պետք է վախի շուրջ կարողանաս քո էլեկտորատը մոբիլիզացնես։ Վախ ձևակերպելու, ձևավորելու համար թշնամու կերպար է պետք։ Երկու թշնամու կերպար ունի Նիկոլ Փաշինյանը, ղարաբաղցիներն ու ռուսները։ Հենց այդ պատճառով մենք հիմա տեսնում ենք սարսափելի հիստերիա իշխանությունների կողմից ու այս լուրին կարծում եմ դու դեռ կհասնես անդրադառնալ, ուղղակի արձանենք, որ երևի Հայաստանում առաջին դեպքն է լինելու, երբ որ մարդուն դատելու են կամ փորձելու են դատեն կամ փորձելու են գրական գործ հարուցեն Ռուսաստանի համար լրտեսություն անելու կամ պետական դավաճանություն հոգուտ Ռուսաստանի այս տրամաբանության մեջ, սա էլ ասեմ ու ավարտեմ, այս ֆոնին անի ծիծաղելի են դիտվում բոլոր այն քաղաքագետները, վերլուծաբանները, որոնք լուրջ դեմքով նստած ասում են, որ Նիկոլ Փաշինյանը հակառուսական գործիչ չէ, որևիցե հակառուսական քայլ Նիկոլ Փաշինյանը չի արել, Հայաստանը շարունակում է չգիտեմ ինչ-որ ինտեգրացիոն միավորումներում մնալ անկախ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից։ Նիկոլ Փաշինյանը Արցախը առաջին հերթին հանձնել է այն պատճառով, որովհետև իր անկալմամբ դա հակառուսական քայլ էր, որովհետև ըստ իրեն ինքը այդ քայլով Հայաստանին ու որքան է զարմանալի չէ ինչի Ադրբեջանին անկախություն է պարգևել։ Այս մարդը, կրկին ասեմ, ինքը հավակնում է Հեյդար Ալիևի դափնիներին, ինքը ուզում է դառնալ ադրբեջանական պետականության հիմնադիր հայրը, ու բացի նրանից նա նաև ըստ երևույթին ձգտում է ոչ թե Եվրամիության հետ առանց վիզաների ռեժիմ հաստատել, այլ Ադրբեջանի հետ առանց վիզաների ռեժիմ հաստատել։ Այս սրա մասն արդեն ավելի մանրամասն մեր հարգելի հեռուստադիտողների հետ։ Եվ այսպես վիզաների ազատականացման ռեժիմ, բայց ոչ թե Եվրամիության հետ, այլ Ադրբեջանի հետ, հարգելի հեռուստադիտողներ, Հարավային Կովկասում մենք արդեն պետք է սովորած լինենք, որ սինխրոն քաղաքական հայտարարություններ անում են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները։ Այսինքն տեսեք, օրինակ դուք երբեք չեք կարող արձանագրել ձեր համար, որ Ռուսաստանից ինչ որ մեկը հայտարարի, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան պետք է հանձնել Վրաստանին, Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար եւ ի պատասխան դրա էլ օրինակ Բիձինա Էվանիշվիլին հայտարարի, այո, հանձնեք մեզ Աբխազիան եւ Հարավային Օսիան եւ մենք կհաստատենք ձեզ հետ բարիդրացական հարաբերություններ։ Հարավային Կովկասում այս ճանապարհով գնում են միայն Հայաստանը եւ Ադրբեջանը, իրենք սինխրոն հայտարարություններ են անում եւ եթե առաջ Նիկոլ Փաշինյանը սինխրոնիզացել էր
Իլհամ Ալիևի հետ, ապա հիմա ինքը սինխրոնիզացված է նաև Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևի հետ, ինչի մասին է խոսքը, տեսեք, երկու հայտարարություն է եղել վերջին 2 օրերի ընթացքում, որոնք գլոբալ առումով նույն թեմայի մասին են, Նիկոլ Փաշինյանը եւ Հիկմետ Հաջիևը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, պատկերավոր ասած, նախապատրաստում են նրան, որ Ադրբեջանի հետ վիզաների ազատականացման ռեժիմ է մեզ սպասում 2026 թվականի հունիսի 8-ից սկսած։ Ինչի մասին է խոսքը։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը հանդիպում է քաղաքացիների հետ քարոզարշավի շրջանակներում ու արանքներում ռուսների եւ ղարաբաղցիների դեմ ատելություն տարածելու ինքը նաեւ ինչ թեզ է առաջ տանում, որ ընդհանրապես մենք պատմականորեն աննախադեպ իրավիճակում ենք այն համատեքստում, որ Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան 90%-ը էթնիկ հայեր են, ու ընդհանրապես նաև ինքը պատմական էքսկուրս է կատարում եւ սկսում է խոսքը 1045 թվականից, հասնում է մինչեւ 1918 թվականը եւ եթե պատկերավոր ներկայացնենք Նիկոլ Փաշինյանի ասած խոսքը, ասում է դա նորմալ է, որ մեր տարածաշրջանը Հայաստանի Հանրապետության մասով միշտ ժողովրդական լեզվով ասած պրախադնոյ դվոր է եղել տարբեր ազգերի ներկայացուցիչների համար եւ շատ երկար ժամանակ այս տարածքում հայերը մեծամասնություն չեն եղել ու կրկին ասենք, ինքը ասում է 90%-ի մասին, 90% մաքուր էթնիկ հայերի պետություն Հայաստանի մասին է խոսում։ Հենց այդ նույն ժամանակ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիկմետ Հաջիևը ժողովուրդ ուրեմն ինքը ասում է, որ 90-ական թվականների պատերազմի ժամանակ Հայաստանից Ադրբեջան են տեղափոխվել, բռնի տեղափոխվել 300,000 ադրբեջանցիներ, 300,000 ադրբեջանցի փախստականների համար ադրբեջանական պետությունը բնակարաններ է ստեղծել, ապահովել է իրենց բնակարաններով։ Ճիշտ է, ադրբեջանցիները տարիներ շարունակ տարբեր թվեր են ներկայացրել, բայց ուշադրություն դարձանք հենց այդ թվի վրա 300,000 ադրբեջանցի։ Հիմա վերադառնում ենք Նիկոլ Փաշինյանի խոսքին, հարգելի հեռուստադիտողներ, Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական տվյալներով ապրում է 2 միլիոնից մինչև 3 միլիոն մարդ։ Հայաստանի Հանրապետությունում էթնիկ կազմը ավելի քան 98%-ով կազմված է հայերից, 98%-ից ավելի հայեր են ապրում Հայաստանի Հանրապետությունում, բայց եթե 3 միլիոնանոց Հայաստան տեղափոխվում է 300,000 ադրբեջանցի, այո, Հայաստանի Հանրապետությունում դառնում է, որ հայերը 90% են, իսկ 10%-ը դա ադրբեջանցիներն են, որոնք կարող են տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, կրկին ասենք, եթե հունիսի 7-ը եւ հունիսի 8-ը քաղաքական առումով ոչինչով չտարբերվեն իրարից, եթե հունիսի 7-ին եւ 8-ին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունենա նույն մոնոպոլ դիրքը։ Ինչի մասին է այս ամեն ինչը վկայում, որ այն բոլոր խոսակցությունները, որ իշխանությունները փորձում են հրամցնել հասարակությանը, թե իբր թե ադրբեջանցիների տեղափոխության հարցը փակված է, մենք չենք խոսում արցախցիների, արցախահայերի Արցախ վերադարձի մասին, որ ադրբեջանցիները չխոսեն Հայաստան տեղափոխվելու մասին, այս բոլոր խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, իշխանություններն էլ մանր քայլերով նախապատրաստում են քաղաքացիներին նրան, որ հունիսի 7-ից հետո ադրբեջանցիները տեղափոխվելու են Հայաստանի Հանրապետություն, ինչն է նաև կարևոր, օրինակ Արարատ Միրզոյանը գնում է Սյունիք եւ հենց Սյունիքում հայտարարում է, որ այո, Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, սա էլ իրենք նախապատրաստում են նրան, որ ոչ միայն ադրբեջանցիներ պետք է գան Հայաստանի Հանրապետություն, այլ նաև Հայաստանի Հանրապետությունից որոշ տարածքներ պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Ինչով է հարգելի հեռուստադիտողներ, թեմաներից մեկը, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է շահել ընտրողների քվեն, դա Եվրամիության հետ վիզաների ազատականացումն է։ Բայց հիշեք մեկ բան, լսում եք Նիկոլ Փաշինյանին եւ հասկանում եք միշտ, որ նա ասացին 180 աստիճան հակառակ քայլն է անելու։ Այո, հնարավոր է մենք ստանանք վիզաների ազատականացման ռեժիմ, բայց ոչ թե Եվրամիության հետ, այլ Ադրբեջանի հետ, եւ ոչ թե հայերը կարողանան գնան Ադրբեջան, այլ ադրբեջանցիները կարող են տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն եւ ապրել այստեղ։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի ասածը կյանքի կկոչվի եւ Հայաստանում էթնիկ կազմը 90%-ով է կազմված լինելու հայերից, 10%-ը լինելու են ադրբեջանցիներ, մտածեք այդ մասին։
Ուղիղ եթերում Alpha News-ն է եւ հիմա այն սկանդալի մասին, որը ձևավորվել է բառացիորեն րոպեներ առաջ, Նիկոլ Փաշինյանը Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ ազգային անվտանգության ծառայությունը վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի քննչական կոմիտե ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Հանդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության մեղադրանքով քրեական գործ հարուցելու համար Պետական դավաճան Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ, այսպես է արձագանքել Հանդրանիկ Թևանյանը, նշելով, որ իր կոկորդին է կանգնելու այս ապօրինությունը։ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին ծառայող եւ պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ, սա խոսում է մեկ բանի մասին, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած է, հաճախորդը փրփուրներից է կախվում, մտածում է, որ ռեպրեսիաների դիմելով եւ հանրահավաքի հարթակից հրահանգներ տալով կարողանալու է վերարտադրվել իր կոկորդին է կանգնելու այս ապօրինությունը, փաստացի ինքը հրահանգներ է տալիս իրավապահ կոչված համակարգին, ցուցումներ է տալիս, թե ում պետք է կալանավորել, ում դեմ գործ հարուցել եւ այս ամենը տեղի է ունենում ուղիղ եթերի ռեժիմում, Facebook-յան ուղիղ եթերում հայտարարեց Թևանյանը։ Եվ այս պահին առաջարկելու եմ միանալ իմ գործընկեր Հայկ Խալաթյանին, հուշում են, որ այս պահին տեխնիկական խնդիր ունենք ու Բենյամինին եմ խնդրելու մեկնաբանել այն, ինչ քիչ առաջ ներկայացրեցի, Բենյամին, սա ինչ էր։ Անի հրապարակայնացնեմ մեր խոսակցություններից եւս մեկը, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի Աթաթուրք, այդ պաշտոնին է կամ այդ կոչմանը ինքը հավակնում, երևի շարունակելով նաև Թևանյան Անդրանիկի խոսքը, անի մենք 8 տարի առաջ լրիվ այլ իրականություն ունեինք, լրիվ այլ իրականություն նաև նարատիվների առումով։ Այդ իրականությունը հասարակության մեջ դեռևս շարունակում է մնալ, ինչի վառ վկայությունը սոցիոլոգիական հարցումներն են, որոնք վկայում են, որ թուրքերն ու ադրբեջանցիները շարունակում են հայ հասարակության մոտ ընկալվել որպես թշնամիներ։ Նիկոլ Փաշինյանը պրոթուրքական քաղաքականության շրջանակներում, թուրքական աշխարհին միանալու քաղաքականության շրջանակներում ինքը գլխի վայր է շուրջ տվել իրողությունները։ Եվ հիմա թշնամին Ռուսաստանի Դաշնությունն է։ Եվ մի մարդ, ով օրինակ մեկնում է Դոնբաս կամ կողմնակից է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության եւ բաց հրապարակային դրա մասին ասել է, Նիկոլ Փաշինյանը այդ մարդուն կարող է դատել պետական հանցագործության, պետության դեմ հանցագործություն կատարելու կասկածանքով ու այս ամենը նույն օրը, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ ինքը Վլադիմիր Պուտինի ընկերն է, թող սուտ չխոսի, Հայաստանում կա ընդհանրապես մի մարդ, ով կարող է ասել, որ ինքը Վլադիմիր Պուտինի ընկերն է եւ իրականությունը կասի։ Մենք բոլորս գիտենք, թե ում մասին է խոսքը։ Հիմա արդեն Հայկի հետ տեխնիկական խնդիրը հարթված է, միանում ենք ու Հայկ կմեկնաբանես, հասցրեցիր լսել, ոչ հուշում են, որ հելի կապը կորավ եւ այս պահին առաջարկելու եմ հետևել, տեսնել իմ գործընկերների պատրաստած տեսանյութը, այսօր Երևանում են քաղաքացիներին հարցրել, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը Փաշինյանի եվրոպական ձգտումների պատճառով խզի կապերը Հայաստանի հետ, ահա թե ինչ են պատասխանել։ Ով է հաս բերելու, Ամերիկան, թե Ֆրանսիան, թե Գերմանիան, Եվրոպան դիբերի։ Միջև բերի այդ հացը մեկին 7 կթանկանա, ճիշտ է։ Իսկ Ռուսաստանը կող կտա, ինչեր բերում է էժան է բերում։ Ռուսաստանից հելանք ինչ տանեն։ Այսքան վարդ երբ է արտասահմանից եկել են մեզի պահել են տիրություն են արել։ Դե գուցե հասկանան, որ առանց Ռուսաստան դժվար կլինի։ Միջև հիմա Ռուսաստանը մեզ օգնել, այս 20 համար թուրքերը ավելի հարազատ են, քան ռուսներին։ Արցախի նման հայաթափվելու է Հայաստանը։ Ես անցած ճանապարհ մարդ եմ, բայց ձեր հարցերին խնդրում եմ չպատասխանել։ Առանց Ռուսաստանի դժվար կլինի Հայաստանը։ Մի քիչ հետ նայենք։ Ամեն դեպքում Ռուսաստանի այսօր հացահատիկի 85-90% տնտեսից է գալի։ Չհաշված մնացած առևտրական կապերը, սնունդը, մթերքը, ինչքան պակասալու է մեր պետական բյուջեի եկամուտները։ Միլիոններ հետ է կախված այդ սա։ Ճիշտ չեմ գտնում ես։ Ռուսաստանի հետ մեր կապերը ավելի լավ, քան ես օրինակ մի տարի եկել եմ Ռուսաստանից, դե իբր թողել եմ բանաստան։ Ոչ կարամ տեմբլեմ։
Ռուսաստանի։ Չգիտեմ, չեմ կարող այս ճիշտ պատասխան տալ։ Էլի միացեք, նրան էլ միացեք, նրա կապերն է մի խզեք։ Եվրոպան ինչ արեց մեզ, ոչ էլ Ռուսաստանը արեց, բայց ամեն դեպքում, չգիտեմ, իմ կարծիքն է, որ լրիվ չխզել, չգիտեմ։ Դուք ջահել եք ավելի լավ գիտեք, որտեվ եթե խզեցին, Եվրոպան մեզ ինչ կտա, գազ, հա, էժան մթեր։ Այս ժողովուրդը գիտի թե եթե Ռուսաստանի հետ կապերը խզեն, ձմեռը գմրսեն, չէ, ձմեռը չեն մրսի, ձմեռը կսարեն, լրիվ կդառնեն, եսի մի կասեի ինչ, ամառը կսարեն, ես չեմ ասեմ ձմեռը, անգամ ամառը կսարեն, ախ այդ ժողովուրդը չուզում հասկանա, որ բացի դրանից, որ ես իմ տան մեջ եմ տացնում, մարդիկ հացել են թխում, մարդիկ պանիր են սարկում, զավոդների մասին խորկը, դա կարող է գիտես ինչով են վարվում, էրի դու այդ նույն գազն է, իսկ գազը ես չեմ ասեմ, գոնե մի 20% էլ որ թանկացնեն, դա ինչ նշանակում, այսօրվա որ ես պրիմիա առնեմ 100 դրամանոցած, կարժենա 140 դրամ, եւ այդպես ամեն ինչը, եւ գիտեք ինչ, ուղղակի դա մեր ասելով չի, դրա համար կան համապատասխան մարմիններ, ինչի իրանք չեն հասկանում այդքան բանը, դա սուտ կան, իրանք շատ լավ էլ հասկանում են, ուղղակի իրանց համար դա լավ է, տեսեք իմ պենջակը 2 ջեբ ունի, իսկ իրանցը 40 ջեբ կա, հա լցում են, ջեբ են, չգիտեմ ես եփ են կշտանալու։ Փորձենք երրորդ անգամ միանալ Հայկին, Հայկ։ Այո։ Ու քանի դեռ հնարավոր է, եթերը անմիջապես փոխանցում եմ Հայկ։ Առաջինը կուզենամ ներկայացնել Անդրեյ Արեշովի մեկնաբանությունը, նա հենց մեկնաբանում էր առավոտ մեզ, թե ինչպես իր կարծիքով զարգանան Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, հատկապես ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հարցը, եւ կարծում է, որ շատ քայլեր, ավելի կոշտ քայլեր կարող են լինել ընտրություններից հետո Հայաստանի հետ հարցը դնելով, բայց մենք հենց նոր տեսանք, կարդացինք, որ ռուսական կողմը արգելել է Հայաստանից ծաղիկների արտահանումը Ռուսաստանին, ու դա արդեն իմ կարծիքով հենց պատասխան էր Փաշինյանի այն խոսքերին, որ շատ լավ են հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ շատ մոտիկ են կերենի Վլադիմիր Պուտինի հետ, առաջարկում եմ դիտել։ Я думаю, пока заинтересованные стороны ограничатся обсуждением дальнейших перспектив участия Армении в Евразийском экономическом союзе, но я думаю, что в любом случае окончательные решения будут приниматься после выборов 7 июня, в зависимости от результатов этих выборов и, наверное, так или иначе в соответствии с теми действиями армянской стороны, которые будут предприняты на евразийском направлении в среднесрочной перспективе. Я думаю, что в контексте всех тех порой эмоциональных, так сказать, высказываний и обмена мнениями на этот счет, скорее следует ожидать неких точечных мер с российской стороны, примером чему является недавняя история с водой Джермук. Երկրորդը կուզեմ ներկայացնել Ալեքսեյ Մուրխինին, նա մեկնաբանել է 3 Ռուսաստանի կողմից արված հայտարարությունները Ռուսաստանի դեսպանի ՄԱԿ-ում մեծ Բալթյան երկրներին զգուշացում, որ եթե հանկարծ իրենց տարածքից հարված լինի Ռուսաստանին կամ իրենք թույլ տան օգտագործել իրենց այդ Ռուսաստանի դեմ Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում, ապա Ռուսաստանը կդիմի պատասխան գործողություններ եւ նույնիսկ չի դիտարկի, որ նրանք ՆԱՏՕ-ի անդամ են, առաջարկում եմ դիտել։ Это не заявление, это предупреждение со стороны службы внешней разведки, а также основных акторов Совета Безопасности Российской Федерации, Дмитрий Анатольевич Медведев конкретно, относительно неизбежных последствий, которые наступят, если эти действия будут произведены. Страны Балтии, на мой взгляд, уже достаточно адекватно отреагировали. Одна из них даже сбила с помощью F-16 украинский беспилотник, за что заслужила ноту со стороны Украины. Но это правильное с их стороны действия, которое, правда, слабо коррелирует с воинственными заявлениями их политиков. Но здесь совершенно очевидно, что заявления политиков носят, мягко говоря, нерелевантный характер и являются проявлением комплекса политической неполноценности, которые многие в Прибалтике страдают в отношении России. Речь идет о вполне себе долговременной тактике стран-членов НАТО, потому что они постоянно тестируют
способность российской ПВО, способность России адекватно и симметрично или асимметрично отвечать на те или иные вызовы. Целью является Балтика. Балтику НАТО хочет сделать своим внутренним морем, и для этого, собственно, она и организация. И используют подобного рода провокации. Они формируют определенный контур действий, которые они могут делать и которые они не могут делать. Постепенно вырисовывается вполне себе самодостаточная и вполне себе определенная картина относительно того, как именно страны-члены НАТО собираются блокировать Балтику и превращать ее в свое так называемое внутреннее море. И, безусловно, российская сторона ни в коем случае не может позволить им это сделать. И в этом случае страны НАТО говорят о возможности перспективы прямой конфронтации. И здесь они вполне себе серьезны. Երրորդը կուզեմ ներկայացնել Մովսես Ղազարյանի մեկնաբանությունը, ռուս փորձագետ, նա մեկնաբանել է Պուտինի այցը Չինաստան, Տրամպի այցից հետո եւ խոսել է ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին Ռուսաստանի եւ Չինաստանի առաջարկում դիտել։ Визит Владимира Путина в Китай довольно примечательный по целому ряду обстоятельств и факторов. Первое, конечно же, в сравнении, например, с визитом Дональда Трампа, это все-таки более комплексный визит, это настоящая сверка часов стратегических союзников и партнеров по вопросам двусторонней и многосторонней повестки. Причем многосторонняя повестка не менее содержательная и актуальна для стран, как и двусторонняя. Это первый аспект. Второе, конечно же, мы видим укрепление стратегической связки Российской Федерации и Китайской Народной Республики в вопросах международных отношений. Причем эта связка, она не предполагает, что одна сторона растворится в другой. То есть именно политические рычаги будут нивелировать аспект как бы дисбаланса в развитии и потенциале между странами в экономических и других аспектах. А третий, конечно, немаловажный аспект. Я думаю, следует исходить из того, что Китай в ситуации нарастающего экономического, политического давления будет как бы подставлять Москве плечо. Но опять-таки это не будет происходить в формате такого плана, чтобы Россия становилась своего рода придатком. Все-таки на политическом уровне, на мой взгляд, очень основательно проговорено, что страны сохраняют определенную автономность и сферы своих интересов. И, конечно же, немаловажно еще и четвертый аспект – позиционирование России. Да, Россия углубляет свои взаимодействия с Китайской Народной Республикой и с Азией в целом. Следует ожидать активизации России в разных международных, региональных и экономических проектах, связанных с глобальным югом. Но даже это все-таки не будет предполагать растворение России. То есть Россия сохранит свое позиционирование открытой страны к сотрудничеству и партнерству с западным сообществом, но также будет иметь точку опоры и в рамках глобального юга и Азии в целом, как в лице КНР, так и в лице других стран этого неформального сообщества. Եվ այսքանով եզրափակում ենք, դուք դիտում եք Alpha News-ի այսօրվա գլխավոր եւ ամփոփիչ թողարկումը, Մոսկվայից ինձ հետ աշխատում էր Հայկ Խալաթյանը, ես Սանի Ավետյանն եմ, շնորհակալ եմ գործընկերներից, որոնք կադրից դուրս էին աշխատում, ձեզ ուշադրության համար եւ միշտ ամենակարևորը, Աստված պահապան սահմանին կանգնած մեր զինվորներին ու սպաներին։ Բարի գիշեր։ Alpha News-ի 2026 թվականի նոր եթերաշրջանում Բարի երեկո, ուղիղ Դուք դիտում եք Alpha News-ը։ Լրատվական թողարկումներ 14:00-ին, 17:00-ին եւ ամփոփիչ 21:00-ին։ Նոր նախագծեր, հաղորդումներ եւ ձևաչափեր։ Alpha Media կենտրոնը կշարունակի ծառայել որպես հարթակ ասուլիսների, մասնագիտական դասընթացների եւ հանրային քննարկումների համար, նպաստելով մեդիայի եւ հասարակության միջև բաց երկխոսությանը։ Երևանի, Մոսկվայի, Լոս Անջելեսի խմբագրությունները եւ մեր մյուս թղթակցական կետերը աշխարհով մեկ կշարունակեն լուսաբանել հայաստանյան եւ միջազգային զարգացումները։ Ուշադրության կիզակետում պահելով մարզային խնդիրները ու այն թեմաները, որոնք հաճախ դուրս են մնում հիմնական ուշադրությունից։ Ավելի շատ լրատվություն եւ ավելի շատ նոր նախագծեր նոր եթերաշրջանում։ Շարունակեք հետևել մեզ տեղեկացված լինելու համար։ 24 ժամ, շաբաթական 7 օր, Ucom, Ovio 50-րդ կոճակի տակ, նաև Alpha News-ի համացանցային բոլոր հարթակներում։